Վերջերս Անթրոպիկը մի հոդված հրապարակեց, որը բացահայտում է, թե ինչ ազդեցություն ունի արհեստական բանականությունը տարբեր մասնագետների աշխատանքի և աշխատելաոճի վրա։ Սա առաջին լայնածավալ հետազոտությունն է, որը հիմնված է Քլոդի հետ միլիոնավոր ինտերակցիաների վրա։ Սա իրապես խոշոր ուսումնասիրություն է, որը իրական տվյալների միջոցով ցույց է տալիս, թե ինչ խնդիրներ են մարդիկ փորձում լուծել արհեստական բանականության միջոցով, ինչ կարելի է սպասել ապագայում և որն ամենակարևորն է, ինչպես են տարբեր մասնագետներն ինտեգրում արհեստական բանականությունը իրենց գործունեության մեջ։ Վերլուծության առաջին տվյալները ցույց են տալիս, որ AI-ի կիրառումը գերակշռում է համակարգչային ոլորտներում, կազմելով Քլոդի հետ ինտերակցիաների ավելի քան 50%-ը։ Ինձ համար ամենահետաքրքիր հետազոտություններից էր հետևյալը. ըստ հետազոտության տվյալների, մասնագիտությունների մոտ 36%-ը արդեն իսկ կիրառում է Անթրոպիկի Քլոդը իրենց գործառույթների նվազագույնը 25%-ի համար։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ AI-ն աստիճանաբար դառնում է բոլոր մասնագետների համար աշխատանքի անբաժանելի մի մասը։ Հետազոտությունը մի կարևոր բան է ցույց տալիս. AI-ը հիմնականում ծառայում է օգտատերերին որպես օժանդակ գործիք, ոչ թե X գործընթացը ավտոմատացնող թվային համակարգ։ Այդ տվյալների համաձայն Քլոդի օգտագործման 53%-ը AI-ի հետ միասին X առաջադրանքի վրա աշխատանքն է և ընդամենը 43%-ը X աշխատանքային պրոցեսը ավտոմատացնելը։ Սա ընդգծում է AI-ի դերը որպես մեզ աջակցող տեխնոլոգիա, որը նպաստում է աշխատանքի արդյունավետության բարձրացմանը առանց մարդկային գործոնը վերացնելու։ AI-ի տարածման և AI հաճախ օգտագործողների աշխատավարձերի միջև անսպասելի օրինաչափություն է բացահայտվել։ AI-ն առավել ակտիվորեն օգտագործվում է միջինից բարձր վարձատրվող մասնագիտություններում, ինչպիսիք են օրինակ ծրագրավորումը կամ բիզնես անալիտիկան, սակայն հետաքրքիրն այն է, որ օգտագործման մակարդակը կամ հաճախականությունը, այսպես ասած, նվազում է և ամենաբարձր, և ամենացածր վարձատրվող մասնագիտություններում։ Սա իրականում երկար մտածելու առիթ է տալիս, բայց իմ կարծիքով սա պարզապես պայմանավորված է AI-ի ներկա տեխնիկական սահմանափակումներով ու դեռ արդի կիրառման ոլորտներում խոչընդոտներով։ Չնայած այս հետազոտությունը շատ արժեքավոր տվյալներ և ինչ-որ պատկերացումներ է տալիս AI-ի կիրառման վերաբերյալ, պետք է հիշել, որ այն դեռ շատ սահմանափակումներ ունի, ինչպես հետազոտողներն իրենք են ասում, բոլոր վերլուծությունները որոշակի սահմանափակումներով են։ Օրինակ, հետազոտողները չեն կարող հաստատել, որ բոլոր գրանցված առաջադրանքները կատարվել են աշխատանքային միջավայրում, ինչպես նաև չեն կարող ասել, թե հետո ինչպես են օգտագործվել Քլոդի կողմից տրամադրված պատասխանները։ Նման գործոններ կան, որ եթե ճշմարիտ իմանայինք, հաստատ կազդեին մեր եզրակացությունների վրա։ Բացի այդ, Քլոդի տեխնիկական սահմանափակումները նույնպես հաստատ ազդում են տվյալների ամբողջականության վրա, որովհետև օրինակ Քլոդը չի գեներացնում պատկերներ, որ բացատրողնում մի քանի կարևոր AI կիրառություններ։ Քլոդը ունի նաև հասանելիություն ինտերնետին և այլ մուլտիմոդալ հնարավորություններ, օրինակ ոնց որ ChatGPT-ի Live Mode-ը, որը որ հնարավորություն է տալիս մեզ խոսել իրական ժամանակում ChatGPT-ի հետ և ChatGPT-ն կարող է մեզ տեսնել, լսել և իրական ժամանակում պատասխանել մեր հարցերին։ Այս հետազոտությունը իհարկե լավ մեկնարկ է, բայց կկրկնվեմ, այն չի ցույց տալիս ամբողջ պատկերը, որովհետև այն կենտրոնացած է առանձին հատուկ առաջադրանքների վրա, օրինակ կոդ գրելու կամ վերնագրեր գեներացնելու, բայց այս կերպով այն կարող բաց թողնի այլ ավելի խորը ռազմավարական կիրառություններ, օրինակ դա կարող լինի հետազոտական նախագծի պլանավորում կամ բիզնես ռազմավարության մշակում։ Այս տվյալները մեզ հնարավորություն են տալիս հասկանալու AI-ի ազդեցությունը Հայաստանի աշխատաշուկայի վրա, կարող ենք պատկերացում կազմել, թե ինչպես AI-ը կվերափոխի մեր աշխատաշուկան շատ մոտ ապագայում։ Պետք է հասկանանք, թե որ հմտություններն են դառնում ավելի արժեքավոր, իսկ որոնք փոխարինվում մեքենաներով, այսինքն ավտոմատացվում։ Սա կարևոր է կրթության, կրթական ծրագրերի, մասնագիտական վերապատրաստման և աշխատուժի զարգացման ճիշտ քաղաքականություն ձևավորելու համար։ Տեղեկացված լինելով այս փոփոխություններից, մենք կարող ենք ապահովել, որ մենք և մնացած հայ մասնագետները մեր կողքին ունենան անհրաժեշտ պատրաստվածությունը AI-ի դարաշրջանում արդյունավետորեն գործելու և զարգանալու համար, այսինքն լինեն AI գրագետ։ Եթե հետաքրքրեցին այս թվերը, երբ ազատ ժամանակ ունենաք, կարող եք ինքներդ կարդալ հոդվածը և վերլուծել, կցանկանամ, որպեսզի հայ հանրությունը արդեն սկսի մտածել հետևյալ երկու հարցերի շուրջ. Արդյոք Հայաստանը պատրաստ է AI դարաշրջանին և ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկենք, որ մեր աշխատուժը դառնա AI գրագետ, զարգանա և հարմարվի նոր իրողություններին։ Շնորհակալություն մինչև վերջ դիտելու համար։